Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ եմ գտնվում, ինչ տարբերություն ձեզ համար։ Ես կուսակցության վարչության անդամ եմ։ Ես չեմ նկարում, խնդրում եմ, ես չեմ նկարում, ես գոշին եմ նկարում։ Ես ձեր փաստացուղթը չեմ նկարում։ Ես եմ կուսակցության վարչության անդամ։ Ես ծանուցագիրը չեմ տեսել։ Դուք արդեն սկսել եք ձեր գործողությունները։ Մենք սպասում ենք փաստաբանին։ Նա Սերգեյին զանգի էլի։ Մենք փաստաբանին ենք սպասում։ Փաստաբանը թող գա ձեր քննչական գործողությունները։ Հենց սկսեք, մենք կանջատենք։ Հարգելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, առավոտյան ժամը 7-ին, այսպես դիմակավորված անձինք մտան Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ։ Ասում են, որ քննչական գործողություններ պիտի իրականացնեն։ Իհարկե, որքան էլ ծանուցագիրը մենք պահանջեցինք, այդպես էլ թույլ չտվեցին, որպեսզի ծանոթանանք, հիմա սպասում ենք փաստաբանին, որպեսզի սկսեն իրենց քննչական գործողությունները, բայց մինչ սկսելը արդեն իսկ թույլ չէին տալիս, որպեսզի նկարահանում իրականացնենք, թեև օրենքի պահանջ այդպիսի չկա, որ մինչ քննչական գործողություններն արգելվի նկարահանումը եւ իրավունք չունեն առանց փաստաբանի ներկայության իրենք որևէ գործողություն իրականացնեն։ Հիմա մեր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի աշխատասենյակում են քննիչները եւ դիմակավորված անձինք։ Մինչալոց այս երիտասարդը արդեն ի սկզբանե հեռախոսը իմ ձեռքից ապօրինի կերպով խլում էր։ Դուք քննչական գործողությունը սկսեք, փաստաբանը գա։ Մենք կանջատենք։
Բայց կապրիզով չի, էլի օրենքի պահանջ գոյություն ունի։ Քանի չէ թույլ տտար, նոր գծացեմ, ոչ մի խնդիր չկա։ Ասել եք արդեն։ Հա, սպասում եմ, որ դուրս բացեք, որ ինքնին ես։ Հա, դրան հետև եմ, տեսնում, սպասում եմ։ Այո, չեք բացել դուրս։ Քանի չէ թույլ տտար։ Իսկ քնի չի ինչի թույլ չի տալիս։ Հարված տեսնում է եկել։ Փաստաբանը հիմա եկավ։ Մնացած բոլորը դուրս թողան, դուրս եկեք հեռախոսությունը գազնի, դուրս եկեք։ Իրավունք բայց իրենց դուրս վերջին անգամ եմ արդեն ես չանաչել դրանց հետ բալուտ է Ձերքիցս ի սկզբանե էիք ախր փորձում խլել առանց որևէ օրինական պահանջի մտել եք ներս ու հարցակվել եք ձերքիցս հեռախոսն եք խլում Օրենքով ամեն ինչ օրենքով ժողովուրդ ջան Արգալից ես ձեզ առաջարկում եմ փոխադարձ շարժանքը պաշտպանելով դուռ փակեցին ինձ այստեղ մեկուսացրել են որ հանկարծ որևէ ավելորդ խոսակցություն կամ կադր մենք չկարողանանք ստանալ ահա այս վիճակն է Նիկոլական Հայաստանում հարգելի հայրենակիցներ Հայաստանի թիվ 1 դավաճանը ուրիշներին է մեղադրում դավաճանության մեջ պարզապես զավեշտալի իրավիճակ է Արցախը Ադրբեջանին հանձնած դավաճանը Հայաստանի տարածքներում ադրբեջանցիներին նստեցրած դավաճանը թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող դավաճանը ահա այսպես Անդրանիկ Թևանյանին է մեղադրում դավաճանության մեջ աբսուրդային մի հոդվածով ես չգիտեմ այնտեղ ինչով են մտածել իհարկե շատ երկար էին մտածում արդեն գիտեք քանի օր է իրենք այսպես դրել կարում էին քանդում էին շուլալում էին նորից էին քանդում չգիտեին դե ինչ հոդված պետք է դնեն որ հնարավորինս քիչ ծիծաղի առարկա դառնան բայց դե արդեն այն իրավիճակ է ժողովրդավարության բաստիոն Հայաստանում որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե SMS-ներով է հրահանգներ իջեցնում սրա նրա դեմ գործ կարելու, այլ արդեն հանրահավաքի հարթակից է ասում, տեղով, ժամով, օրով, որ այսինչ օր է, այսինչ ժամին, ահա, ասենց գնալու են, երևի նույնիսկ հագուստնել են նշում, ասում է, այս հագուստով կգնաք, առավոտյան վրա արթնանաք, մի հատ սուրճ կխմեք, նոր կգնաք, կամ ընդհանրապես հենց արթնանաք մի անգամից կվազեք, որպիսի ձերբակալեք թիվ 1 դավաճան, թիվ 1 թշնամի, Հայաստանի թիվ 1 թշնամին, այս երկրում փաստորեն Անդրանիկ Թևանյանն է Նիկոլ Փաշինյանի համար։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան, լավ իմացիր, որ դու չես կարողանալու քո նպատակներին հասնել։ Դու ես ռեպրեսիվ միջոցներով չես կարողանալու վերարտադրվել։ Այսպիսով հայ ժողովրդին դու ավելի ես նյարդայնացնելու։ Էնպես ես անելու, որ նույնիսկ այն վերջին մարդն, վերջին անտարբերը, որ տանը նստած էր, ու մինչև հիմա կամուկացի մեջ էր, գնար քվեարկության թե չգնար, այս քո ճղճիմ ստոր քայլերը տեսնելով նյարդայնանալու է ու հունիսի 7-ին տանից դուրս է գալու եւ գնալու է ու մերժելու է քո խմբակի ու այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանությանը։ Այնպես որ հարգելի հայրենակիցները, դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ է կատարվում։ Հիմա այսպես հիմա դուռ փակելին, հիմա փորձեմ բացեմ տեսնեմ ինչ կանեն, միանգամից կխառնվեն իրար, նայեք։ Փորձեմ բացեմ տեսնեմ ինչ են անում։
Սկսել եք ժողովուրդ։ Նայեք, պարզապես զավեշ տալի է։ Այսպես ինձ մեկուսացրել են սենյակում։ Ահա, տեսնում եք, սենյակում մար չկա։ Իրենք էլ այնտեղ քնչական գործողությունը դեռ չսկսած։ Տեսան, որ չեն կարողանում հեռախոսը ձեռքիցս խլել, հիմա էլ այսպես դուռը փակել են ու ինձ մեկուսացրել են։ Ահա, այսպիսի աբսուրդ եւ մարազմ։ Ենթադրվում է, որ Անդրանիկ Թևանյանին այսօր կձերբակալեն, դե հրահանգը իջեցվել է, չէ, արդեն Վանաձորում հանրահավաքի ամբիոնից արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմից, բայց դե չգիտեմ, իմաստունի թե չէ իրավապահ մարմիններին, դատարաններին, դատավորներին կոչ անել, որպեսզի գործեն օրենքի եւ օրինականության սահմաններում իրենց խղճի համաձայն, թե արդեն դա էլ է անիմաստ։ Համենայն դեպս, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում, բայց դե հունիսի 7-ին շատ լավ հնարավորություն կա, որպեսզի մենք այս աբսուրդային եւ այս մարազմատիկ իրավիճակը, որը ստեղծել է Հայաստանի թիվ 1 դավաճան Նիկոլ Փաշինյանը, այս իրավիճակին մենք վերջ դնենք։ Ես հիմա ուղիղ, ահա կարծես դուռը բացվում է։ Սկսել են արդեն։ Խնդիր չկա։ Օրինականության սահմաններում ես ի սկզբանե էլ ասեցի, որ պատրաստ եմ անջատեմ, ոչ թե մտան ու հարձակվեցին իմ վրա։ Այդ էր իրավիճակը, ուղիղ եթերում այդ ամեն ինչը ֆիքսվել է։ Ես հիմա անջատում եմ, հետևեք մեր էջերին, մանրամասները արդեն կտեղեկացնենք։